Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին նախարարներն ու պատգամավորները քննարկում էին, որ ոլորտներին որքան հատկացումներ կանեն եկող 2026-ին։ Տարածքային կառավարության նախարարությունը մշակել է ջրամբարաշինության ծրագիր։ Կկառուցվի 4 նոր ջրամբար, Արթիկինը կնորոգվի։ Արդյունքում գյուղատնտեսության մեջ կներգրավվի լրացուցիչ 1700 հեկտար հողատարածք։ 1 միլիարդ դրամ ջրամբարների կառուցման համար թվով 12 ջրամբարի տեխնիկատնտեսական ուսումնասիրություն եւ 5 ջրամբարների շինարարական աշխատանքների մեկնարկը տանք, որը այս նախորդ շաբաթ, այսինքն հաստատվել է հանրային ներդրումային կոմիտեում։ Խոսքը Քասախի, Ելփինի, Լիչքի, Արթիկի եւ Աստղաձորի ջրամբարների մասին է։ Մետրոյի նոր կայարանի ծրագիրն էլ առանց ֆինանսավորման չմնաց։ Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների նորոգում 2.5 միլիարդ դրամ, նոր կայարանի կառուցում 2 միլիարդ դրամ եւ ուղևորափոխադրման ծառայությունների գծով լիազորությունների իրականացում 1 միլիարդ դրամ։ Վերջին մի քանի ամիսների ամենակննարկվող թրիփի եւ կառուցվելիք երկաթուղիների համար որևէ հատկացում փաստորեն չի նախատեսվում։ Թրիփի հետ կապված քննարկում ենք ֆինանսավորման հետ կապված տարբերակով եւ ոչ միայն, այսինքն այստեղ ամբողջությամբ այս ծրագիրը քննարկման փուլում է դրա հետ կապված այս պահին նորություն որպես այդպեսին, քանի քննարկումը չի ավարտվել, չեմ կարողանալու ասել։ Երկաթուղիների արդիականացման մասով միջոցներ նախատեսված են, բայց երասխսադարակի մասով բյուջետավորված տող որպես այդպեսին չունենք։ Երևանում կառուցվելիք աղբի վերամշակման կայանների նախագծերը դեռ քննարկման փուլում են, այսինքն մրցույթն էլ դեռ չի անցկացվել։ Առաջին փուլով ընկերությունները տալու են կոնցեպտուալ, թե ինչ են առաջարկում որպես լուծում, օրինակի համար նոր վերամշակման կայարանը իրենք ինչպես են պատկերացնում։ Երևանի քաղաքապետարանը զտելու է այդ առաջարկվող լուծումներից ամենա իր համար ընդունելի տարբերակը եւ դնելու է արդեն երկրորդ փուլի։ Քաղաքապետը խոսել է նաև նոր հավելվածի մասին, որով քաղաքացիները կարող են նախապես պարզել տվյալ վայրում ազատ կայարանը տեղի կա, թե ոչ։ Հիմա հավելված ենք մենք մշակում, էլեկտրոնային հավելված է, որով որ դուք կարողանալու եք տեսնել, այս տեղում օրինակ 2-3 տեղ կա պոտենցիալ, ասենք մինչև հասնեք 2-3 րոպե հետո, թե չկա։ Այսինքն այդ ինֆորմացիան մենք արդեն իսկ քարտեզագրում ենք եւ հավելվածով էլեկտրոնային հեռախոսային հավելվածով դուք տեսնելու եք այս հատվածում կա թե չկա։ Ըստ Ավինյանի քաղաքապետարանի սեփական եկամուտները եռապատկվել են։ Եթե 2023 թվականին քաղաքապետարանը ուներ 30 միլիարդ դրամի սեփական եկամուտ, ապա այս տարի ցուցանիշը հասել է 92 միլիարդի։ Բյուջեի նախագծով հաջորդ տարվա համար Երևանին կհատկացվի 56.5 միլիարդ դրամ։ Անի Հովհաննիսյան, Reopen Media։